իրենց մասով դուրսեցել, ընդգծելով վերաբերմունքը առնչվա խորհրդանական ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի տվյալ խոստումներին։ Կարո՞ղ ես իտամ ես նկարեմ։ 2021 թվականին Հայաստան դաշինքը խոսք է տալի, որ նրանք գնում են խորհրդարան ամեն ինչ անելու, որ գործող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս Հայաստանում չունենա իշխանություն։ 5 տարի շարունակ ազգային ժողովում Հայաստան դաշինքը ունենալով տասնյակ պատգամավորներ չի կատարել իր տված խոստումը։ 2021 թվականի արտահայտ խորհրդանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոլորին խոսք է տվել, որ դեօկուպացիայի ենթարկելու ազգություն դեն քեստերի ունեցավ հետո բոլորը գիտեք շատ ուզիչ է։ Ու այդպես շարունակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունենալով վերջին 15 տարվա մեջ 120 մոտավորապես մանդատ պատգամավորական որևէ փոփոխություններական Հայաստանի կյանքում չի իրականացել։ Ու այդպես շարունակ։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրության, գնացեք քվեարկեք բոլորին դեմ եմ կուսակցության օգտին, թույլ տվեք, որ բոլորին դեմ եմ կուսակցության կարևորագույն 3 կետերը կյանքի կոչվեն եւ մենք մեր խոստացածը կյանքի կոչվենք։ Շնորհակալություն։ Իդեպ մեր հայոց լեզուն բավական հարուստ է, դուրս էսելու խորհրդի 20-ից ավել հոմանիշ կա, կամի անել, գլուխ անել, էլի լիքը օրինակներ կան, մոտակա օրերին կարող եք սպասել այդ բոլոր մտքերից ամենայուրահատուկների իրագործմանը, իսկ եթե լուրջ, հազիվ ստեղծվել է հնարավորություն ազատ կամ ազատության ձգտող հայերին ու ՀՀ քաղաքացիներին գնալ ու քվեարկել ներկա քաղաքական մարզի բոլորին դեմ, բոլորին գնահատական տալ ու թողել նույն դասարանում, ընտրելով քվեատեղծի համար 2-ը, որը այդ բոլոր քաղաքական ուժերի իրական գնահատականն է։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում 100,000-ավոր բոլոր քաղաքական ուժերին դեմ քաղաքացիներ կան։ Միակ խնդիրը, որ նրանք իմանան, որ կա բոլորին դեմ եմ կուսակցություն, որը մեկին մեկ բոլորին դեմ քվեատեղծի գործն է պլանավորում անել ու հունիսի 7-ին ընտրեն այդ քվեատեղծիկը։ Քվեատեղծիկ համար 2, բոլորին դեմ է։ Երկու կարևոր հայտարարություններ բոլորին դեմ մարդկանց մասին համար։ Ուրեմն մենք այս 6 ամսա ստեղծել ենք բոլորին դեմ քվեատեղծիկը։ 50 միլիոն դրամ փող ենք ճարեցնել ընկերներից ու այս ընտրություններին այդ գումարը ծախսում ենք, որ դուք կարողանաք գալ կոնտրակտ բոլորին դեմ քվեատեղծիկ համար է։ Խնդրում ենք, եկեք այդ ամեն ինչը արեք, որ ստիպված չլինենք գնանք դրսերը աշխատենք, այդ փողը փակվենք։ Եկեք, որովհետև եթե դուք գաք ու ընտրեք, Հայաստանում փոփոխություն կլինի։ Եթե մյուս ուժերի հետևը կանոնավոր նշան դրսից աներ, մեր հետևում սուպեր հերոսներն են։ Մենք դեռևս ամբողջովին ուղի ցուցադրություն չենք արել։ Եթե դուք գաք մեզ ընտրեք, մյուս սուպեր հերոսները պատրաստակամություն են հայտնել, վերցնեն լորդերին եւ լորդուհիներին ու գան կանգնեն մեր կողքին։ Այնպես որ առաջարկում եմ այս ընտրություններին գալ ընտրել բոլորին դեմին։ Մենք գիտենք, այս վերջերս բացել ենք Instagram-ում հաշիվ, որ ընդամենը ուներ 3 միլիոն հազար հետևորդ։ Այսօր կորել են այդ 1 միլիոն հետևորդը։ Ձեզ ենք ման գալիս։ Խնդրում ենք, մտեք բոլորին դեմի էջին եւ follow տվեք։ Մենք ունենք տեսանյութեր TikTok-ում, like մեջ արեք այդ տեսանյութերը եւ share արեք այդ տեսանյութերը, որովհետեւ երբ որ դուք դա անում եք, բոլորին դեմ քաղաքացին տեսնում է, կարողա չարձագանքի, կարողա կոմենտ չգրի, բայց կարևորը հունիսի 7-ին կգա եւ կընտրի համար 2-ին, բոլորին դեմ եմ։ Ինչպես նաեւ մենք ամեն օր կազմակերպում ենք տարատեսակ ակցիաներ։ Մեծ ձեր օգնությունն է բերում։
լուր մի մնացեք ձեր տներում, ձեզ գուցե փոքր ժամանակ ձեր դասեկները երկուս են նշանակել ու դրանից նեղվել եք։ Մենք ես դրա համար ստեղծել ենք համար 2 քվեաթերթիկը ու դուք կարող եք ձեր ձայնը արտահայտել քաղաքական ուժերին, երկուս նշանակելով եւ նույն դասարան թողելով։ Թող բոլոր քրխուժերը հեռանան։ Սպայդերմենը մեզ պահապան։ Որովհետև մեր ուժը փաստացի այս կանոնով ընտրության մասնակցող բոլոր ուժերին որտեղ այս կանոնով հաստատը դառնալու է սուպերմարշալ է, իր արամանը լիճ դատարկվի, սահման դեպի սահման առաջ չի ուրիշ բաներ կատարվում։ Ընդդիմությունն էլ աշխատելու է լրիվ նույն ձև, ինչ որ աշխատել է վերջին 5 տարում, ոչ մի դեր չի ունենում։ Մենք առաջարկում ենք գալ, փոխել համակարգը, կանոնները խաղի փոխել, շանս տալ փոքր ուժերին նույնպես մասնակցել, վերացնել հայում մեծամասնություն վերել է մահագը, որին դեմ կդատարկի կողմել հայրերի ժամանակ եղել է ու հեռացնել է։ Արդյոքում եթե որ այ բաները հայում եք չեք մեզ կողմել տանը, իսկ մեզ տանը մնալով նրանք են շատ, որտեղ մեկ նույնի վարճական դեսուց, մեկը լիքը փողոցին են գնացի, պարնակորները կամ ոչերով պարսեսներով դեպի գվերն։ Այսօր այն մոտիկն են որ կանոնները Արամո, աղբորպես մնա, ուսերից այս կոմ են կոմ արա։ Երևում է, խոսացել եմ երևում է։ Ուսի հետևից երևում է։ Ձեր կարող եմ մի քիչ ակցիա մասին պատմում ես ուժի եթերում։ Ձեր ուժի եթերում։ Ձեր դերքի է, ես մտածում եմ։ Այո։ Ապա չնորդ է սա։ Մեծ ձեր։ Լարի խոթը ֆանտաստիկ։ Հայրս արդեն 10 բան է։ Հայրս։ Բարև ձեզ։ Ինչի համար ենք մենք այս ակցիան արել։ Այս ակցիայի նպատակն էր ցույց տալու համար բոլորին դեմ ենք կուսակցության քաղաքական հասունությունը եւ լրջությունը, որտեղ մենք կարողացել ենք երկար ժամանակ աշխատելուց հետո մարդկանց ապացուցել, թե ինչքան լուրջ հարցերի մասին ենք իրենց ուշադրությունը հրավիրում առկա խնդիրներին։ Մեզ քաղաքական տարբեր ուժերը միշտ մեղադրում են քաղաքական գործընթացները ընդունումները անլրջացնելու մեջ, մինչդեռ իրենցից ավելի անլրջացնող չկա թերևս, որովհետև մարդիկ կան, որոնք 15 տարի հարյուրամյակն առանց ռեժիմից մինչև մարդիկ, որոնք քուր ու արագ են գնացել հասել, ընդեղ են հիմա երևի, մարդիկ, ում քաղաքական հետագիծը բարեվարկության բոլոր կանոնները խախտել է, բայց իրենք համառորեն շարունակում են դուրս գալ մարդամեջ, զարմանալիորեն իրենք ունեն բնավորությունը, այդ մարդկային հատկանիշները, մենք սրանով ցույց ենք տալիս ջուր ծեծելու ակցիայով, թե ով են նրանք եւ ով ենք մենք, ինչքան լավ ենք պատկերացնում նրանց էությունը եւ այնտեղ կան քաղաքական ուժեր, որոնք ակնհայտ վերջին տարիներին ընտրություններին ստացել են շատ քիչ քվեներ, բայց համառորեն բոլոր անգամ շարունակում են մասնակցել ընտրություններին, դրանով իսկ նպաստելով գործող քաղաքական ուժի վերարտադրությանը։
Նաև մենք այս ակցիայով ցույց ենք տալիս մեր քաղաքացիներին, որ մենք բավականին հետաքրքիր ենք, տարբերվող լուծումներ ենք պարբերաբար առաջարկելու եւ ես այս ակցիայի ընթացքում օրինակ բազմաթիվ անգամ մեր Spider-Man-ի խնդրեցի, որ ինքը գոնե այնպիսի գործողություններ անի, որոնք եւս հետի կընդգծեն մեր տարբերությունը մնացած քաղաքական ուժերից, հույս ունենանք, որ առաջիկայում գոնե այս ուղի եթերի ընթացքում մեր Spider-Man-ը էլի անակնկալներ մեզ կմատուցի։ Ես անկես դրա հույսով եմ եկել, որ ես հավատում, որ Spider-Man-ը լսում է Spider-Man-ը, որ հետաքրքիր բան կա։ Ես ակնկալում եմ, որ դուք էլի հետաքրքիր բան կանեք։ Ահա, ես հենց դրա համար Ժոր, այս ամեն ինչը դուք ասում եք, երբ որ ձեր հետևում Արման Թաթոյանն էր։ Ահա, շատ սիմվոլիկ է։ Իդեպ Արման Թաթոյանը նույն են մարդկանց թվին է պատկանում, ովքեր այն քաղաքական ուժերի, ովքեր 300 հոգով գնում են մի 6-7 ավտոբուսով տես մեծ նկարներով գնում են, գրասենյակներ են բացում, նկարում են ու ժողովրդին հրամցնում են մի հատ պատկեր, որ թե այդ 300 հոգի իրենց համար տարբեր տեղերից եկած մարդիկ են, մինչդեռ նույն իրենց ավտոբուսների ժողովուրդն են։ Ուզում ենք ասենք, որ եթե դուք ուզում եք ցույց տալ, որ դուք դեմ եք գործող իշխանությանը, գոնե իրենց մեթոդներից չպիտի էլի կիրառեք։ Դա կլինի Արման Թաթոյանը, դա կլինի ուժեղ Հայաստանը։ Բարբերաբար մարդկանց դրանցում են աշխատանքի փող են տալիս, փող են ծախսում, գժական, բայց ուզում ես հասկանաս ինչ են առաջարկում իրանց առաջարկած եւ ԿՊ-ի առաջարկածը մեծ հաշվով տարբերություն չի։ Մեկն ասում է անգեր, մենք խաղաղության ենք գնում, մեկն ասում է երաշխիքապետ, որ մի հատ երաշխավոր մեզ խաղաղություն կա։ Որն է իրանց տարբերությունը, ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չգիտի։ Մանիպուլյացիաներ են բոլորը օգտագործում, բոլորը կեղծիք են օգտագործում ու ամենակարևորը բոլորը շատ վատ AI են օգտագործում։ Այս տեխնոլոգիական դարաշրջանում երբ որ նայում են մարդիկ, որոնք հսկայական ռեսուրսներ ունեն, փող չեն կարող նորմալ ծախսեն, գոնե AI-ը որակով լինի։ Այնպես որ բոլոր քաղաքական ուժերը նույնն են, ագրեսիվ, փորձեք մտնել օրինակ շնորհապետական կուսակցության պաշտոնական էջի տակ գրեք ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, դուք կտերեք ինչա կատարում ձեր տան առաջ, չգիտեմ։ Փորձեք մտնել ազգային ժողովրդավարական բևեռի պաշտոնական էջի տակ գրեք համաձայն չեք իրաց քաղաքական օրակարգերի հետ, տեսեք ինչա տեղի ունենում ձեր պաշտոնական էջի հետ։ Փորձեք մտնել օրինակ քաղաքացիական պայմանագրի, դե ասեցի, բոլորը մեծ հաշվով ագրեսիվ են, չեն կիսում ուրիշների համաձայն չլինելու մոտեցումը, իրենք մեծ հաշվով եթե գան էլ որևէ փուլում իշխանության, մեր հետ տեղի ունենալու նույնը, որովհետև արժեքային, բարևարքային բոլոր առումներով իրենք գրեթե նույնական։ Շնորհակալություն։ Մի հատ հարց կարելի է տալ։ Ձեր կուսակցությունը քանի որ նոր է, ես ուզում եմ իմանալ ինչ սկզբունքով եք իրար գլխի հավաքվել, ինչ որ իրար ընկերներ լինելով կամ շուտեղ հիմնական կորիզը, ասենք օրինակ Ազատ Ազենից, թե շատերը շատ խառն է ամեն ինչը ազատ մարդիկ են, ովքեր ազատ եւ ինքնուրույն մտածում են եւ տեսլականն են, ապագայի նկատմամբ եւ բացի դա ունեն կատարած աշխատանքներ, վպարդի չի որ միայն քաղաքական լինի, ասենք մարդիկ այսօր փողոցներով քայլում դողում են օրինակ Գուգեն Սիմոյան, որ հարտստացուց հապես Գուգեն Սիմոյան Մարդիկ, որոնք իրաց տան դիմաց 4 հատ ծառ չեն տնկել, մարդիկ, որոնք իրենց բարևարկությամբ չեն համապատասխանում որևէ նորմի, մարդիկ, որոնք ատելություն են գեներացել, մարդիկ, որոնք մանիպուլյացիա են արել, դղոզել են փաստեր, հավաքվում են լինելու արդյունքը հենա, կամ եկը, ընդիրախա բոլորից լավ, իմաստը ո՞ր են։ Իսկ օրինակ ձիծանում ինչ ուղղակի մարդիկ կան, որոնք ինչ մոտեցին արել իրաց ոլորտներում։ Քաղաքական, կրթական, ռազմական, ամեն ինչ ասել, սպորտային էլ ինչ ասել, Արած գործով է հիմնականում հավաքել, ոչ թե ես նկատել եմ, որ շատ լուրջ տարածաշրջանում մենք եթե դուք հիմնականորեն դեմոկրատիկ մի քանի օրակարգ եւ համաձայնության են եկել եւ միջազգային շատ նահանգ համաձայնության գալու մշակույթը քաղաքական որպես թե հաջողվել է որտեղ քաղաքական խորհուրդները որ ոչ մեծ նպատակներ համաձայնություն
Ուղղակի դժվար է ինձ հարցերում որ տարբեր կարծիքներ ա, ոնց պետք է Ապրես մեկերս պետք է։ Մենք ինքան կարող ենք կուսակցում, հետևաբար մենք չենք եկել իրար հետ, ոնց որ ասած, համոստանալու քաղաքական իմաստով ու 20 տարի իրար հետ ճանապարհանալու, չնայած որ մեջ գտնվում են մարդիկ, որոնք իրար հետ Հետևեք էջին։ քաղաքական ճանապարհ։ Չէ, բացարձակ բան։ Հայաստանը կենտրոն մեզ է պետք է մենակ Հայաստանը։ Ապրեք ընկեր Գևորգյան։ Մարի, Ես եմ։ մարդ, ակնկալում